Բարև ձեզ, News-AM-ը այսօրվանից սկսում է հարցազրույցների շարք քաղաքական այն ուժերի հետ, որոնք մասնակցում են ընտրություններին, այդ ուժերի առաջին համարների հետ է լինելու մեր հարցազրույցը կամ այսպես ասած վարչապետի թեկնածուների։ Նրանց բոլորին հրավիրում ենք մեր տաղավար խոսելու Հայաստանի զարգացման իրենց ծրագրերի մասին։ Եվ այսօրվա մեր առաջին հյուրն է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցության վարչապետից թեկնածու Արտակ Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, բարև ձեզ եւ շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հարգանքներս։ Պարոն Սարգսյան, նախ դուք նոր քաղաքական ուժ եք մեր դաշտում եւ ընտրություններին մասնակցում եք առաջին անգամ, ձեզ շատ քչերը գիտեն Հայաստանում եւ առաջին անգամ, եթե չեմ սխալվում, դուք հայ հանրության ներկայացաք Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ, ճիշտ եմ ես հիշում։ Ինչու որոշեցիք այս անգամ մասնակցել Հայաստանի ընտրություններին, գիտենք, որ այստեղ երկար ժամանակ չեք աշխատանքային գործունեություն ծավալել, դրսում եք եղել, ինչը ձեզ ստիպեց վերադառնալ Հայաստան եւ ընտրությունների մասնակցել։ Շնորհակալ եմ հրավերի համար, ոնց դիմեմ ձեզ։ Ռուզաննա ջան, նախ միացել էինք ժողովրդական շարժմանը եւ այդ շարժման ժամանակ նույնիսկ երբ որ լրագրողները հարց տվեցին, թե արդյոք հատուկ եկել եք միանաք Բագրատ Գալստյանյանին, մենք ասացինք, որ ոչ, եկել ենք մեր շարժումը սկսենք, բայց կա ժողովրդական շարժում, միանում ենք այդ ժողովրդական շարժմանը։ Ինչը ստիպեց վերադառնալ վտանգը հայրենիքի կորուստների վերաբերյալ եւ տեսնելով ընդդիմադիր դաշտը, լսելով մեր հետևորդներին, մեր սատարողներին, առաջարկ եղավ ստեղծել կուսակցություն, քանի որ Հայաստանի օրենքը չի թույլ տալիս անհատին մասնակցել ընտրություններին, այլ պետք է կուսակցություն լինի եւ մեր համար կուսակցությունը դա ուղղակի, ասենք, ժողովրդավարական գործիքը ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու համար։ Ընտրություններից հետո կուսակցությունը իր էությունը կամ նշանակությունը մեր համար կորցնում է։ Ինչ եք ուզում փոխել Հայաստանում, ինչ խնդիր եք տեսել, ինչ անհանգստություն ունեք։ Երևի ճիշտ կլներ ասեք, ինչ չենք ուզում փոխելու ենք առաջին հերթին անվտանգության համակարգը փոխելու ենք, վերանայելու ենք այդ վաուչերային սեփականության սիստեմը, որ մտցրած էր ժողովրդին վաուչերներ տվեցին եւ հետո խաբեցին, հիմնականում դա վերաբերվելու է խոշոր ձեռնարկություններին եւ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին, որ սեփականաշնորհվել է խաբեությամբ ժողովուրդ, այսինքն ստեղծվելու է կառավարական հանձնաժողով եւ վերանայի ազգային մեր հաղթանակի դեպքում ազգային ժողովը հենց դառնալու է սահմանադրական հանձնաժողովի մարմին, ոչ թե ինչ-որ իոնիսյաններին պետք է հանձնարարվի այդ սահմանադրությունը գրելը։ Կներեք, ասեցիք անվտանգային համակարգը ձեզ չի բավարարում։ Հիմա իշխանությունն ասում է, ես խաղաղություն եմ բերել։ Դուք չեք հավատում այդ խաղաղության կամ այն փաստաթղթերը, որ ստորագրվել է օրինակ օգոստոսի 8-ին, վերանայելու եք, ինչ եք անելու։ Տեսեք, այդ փաստաթղթերը անգլերեն կոչվում է intentions, հա, մտադրությունների փաստաթուղթ։ Այդ մտադրությունները կարա, այսինքն ոչ մի իրավական արդյունքի չհասնել, ինչ որ մեկը մտադիր է 10 տարի մտադիր կլինի, բայց մենք տեսնում ենք, որ ասենք հռետորաբարությունները տարբեր է եւ ոչ միայն ներքին աուդիտորիայի հռետորաբարությունը, այսինքն Ալիևը չի հրաժարվում Արևմտյան, Ադրբեջանը չի հրաժարվում 300,000 տղամարդու, այսինքն սա փափուկ փորձ է Հայաստանին տիրանալու, այդ 300,000-ը, եթե իրանք չէ վաղը իրանց երեխաներն են հայկական բանակում ծառայելու, այսինքն մենք ստեղծելու ենք ադրբեջանական բանակ Հայաստանի մեջ, իհարկե դա անհնարին է, ոչ հավատում ենք այդ խաղաղության բանաձևին, ոչ էլ ասենք պատրաստում ենք այդ դուդուկի տակ ապրել, եթե խաղաղությունը պետք է լծակ ունենանք, այսօր մենք լծակ չունենք, խաղաղությունը առանց լծակի չի լինում, այսինքն
միջազգային կազմակերպությունները բոլորը ձախողվել են, թե 44-օրյա պատերազմի ժամանակ, թե Արցախի շրջափակման ժամանակ եւ ամբողջ աշխարհում են նրանք տապալվել Գազայի հարցում, Իրանի հարցում, այսինքն մենք այսօր չունենք այդ միջազգային հանրության լծակը, նրանք եթե լինի ագրեսիա, սահմանային ինչ-որ միջադեպ կամ լայնածավալ պատերազմ, նրանք էլի հանդես են գալու ինչ-որ հայտարարություններով կամ կոչերով։ Երկրորդ լծակը, որ կարող ես ունենալ, դա քո ռազմական պոտենցիալն է, որը որ իբր, ասենք, մենք տեսնելու ենք ամսի 28-ի շքերթին, ասում են հաշվետվություն իրենք։ Հա, բայց հասկանում եք, դուք կարող եք ունենալ ինչ-որ զենքեր, բայց դրանք բոլորը ինչ-որ ցուցադրելու են, դրանք այսօրվա պատերազմի ժամանակ դրանք թիրախներ են։ Այսինքն մենք ռազմավարությամբ երևի 4 տարի հետ ենք մնացել աշխարհից, մենք ցուցադրում ենք կամ ցուցադրելու ենք զենքեր, որ այսօր չի աշխատում եւ թիրախ է։ Ուղղակի հանդիսանում է թիրախ հակառակորդի շատ էժան, կասեի, դրոնների համար, հա։ Այսինքն կարծում եք, որ այն ինչ այսօր գնվում է դրսից, դա էժան զենք է եւ իր առաքելությունը չի իրականացնելու։ Չէ, հակառակը թանկ զենք է, բայց վերանում է էժան զենքի օգնությամբ շատ արագ։ Թիրախ է հանդիսանում։ Դու ես չգիտեմ, հետո կորոշենք ինչ ժողովրդի լեզվով ասած ատկատներ է տրված այդ զենքերը գնելու համար, բայց այսօրվա պատերազմում դրանք չաշխատող զենքեր են։ Այսօրվա պատերազմները լրիվ փոխվել են, արդեն 4 տարուց ավել է այդ պատերազմը փոխվել է, հիմա ասիմետրիկ պատերազմներ է գնում, Պարսկաստանը դրա վառ օրինակ է, այսինքն նա շատ էժան դրոններով, նույնիսկ կա ժամանակ, որ դատարկ դրոններով, պայթուցիկ չկա դրանց մեջ, պարալիզացնում է ամբողջ ռեգիոնը եւ ստիպում է հակառակորդին ինչ-որ թանկ հակաօդային պաշտպանության մեթոդներով սննկանալ եւ չհասնել արդյունքի։ Լավ, դուք ինչպես եք պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղությունը։ Դուք ինչպես եք կառուցելու այդ խաղաղությունը։ Մենք խաղաղություն մի ձև ունենք կառուցելու Ադրբեջանի լուծարումը, մենք այդ պետությանը որպես պետություն չենք ճանաչելու եւ հասնելու ենք այդ արհեստական պետության լուծարմանը եւ որպեսզի այնտեղի բռնի միացված ազգերը ապրեն կոնֆեդերացիայի սկզբունքով։ Այսինքն դուք կարծում եք, որ Հայաստանն ունի պոտենցիալ, ներուժ, որպեսզի կարողանա Ադրբեջանի լուծարի։ Դեռ չունի, բայց կունենա։ Դեռ չունի, այս իշխանությունների օրոք իհարկե չունի։ Եվ Ադրբեջանի կազմի մեջ մտնում են ազգեր եւ ազգություններ, որոնք նույնիսկ ցանկություն են հայտնում Հայաստանի հետ ապրել, քանց թե Ալիևյան ռեժիմի եւ նրանց վտարանդի կառավարությունների հետ մենք ակտիվ համագործակցում ենք։ Դուք ինչպես եք տեսնում նաեւ Հայաստանի արտաքին հարաբերությունները Ռուսաստանի հետ, Եվրոպայի, Միացյալ Նահանգների։ Հայաստանը որ ուղղությամբ նախ պետք է գնա եւ այն ուղղությունը, որ հիմա ընտրել այս իշխանությունը, ինչ է կարծում, ճիշտ է, դուք համամիտ եք դրա հետ, թե այլ ուղղությամբ պետք է գնա։ Ինչ ուղղություն է ընտրել այսօրվա իշխանությունը։ Մենք ուղղություն չի փոխվել է։ Հյուսային ուղղություն եղել է, այդ նույնն էլ մնացել է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը բևեռներից պետք է հրաժարվի եւ լինի Սինգապուրի պես մի երկիր առանց բևեռի, տեսեք Սինգապուրը թե Չինաստանի, թե Արևմուտքի հետ լավ հարաբերությունների մեջ է։ Եվ Հայաստանը միշտ լինի կամուրջ, ռեգիոնալ կամուրջ, այդ բոլոր կոնֆլիկտները հղկելու համար, քանի որ համարյա թե բոլոր այդ կոնֆլիկտային երկրներում կա մեծ համայնք, հայկական համայնք, սկզբից օգտագործի համայնքային դիպլոմատիան, ժողովրդական դիպլոմատիան, հետո գաղտնի հանդիպումներ, հետո ստիպի կողմերին, Դա այսպես ձևակերպում, ովքեր պետք է լինեն Հայաստանի դաշնակիցները ձեր կարծիքով, ով կարող է Հայաստանի ում շահերը համընկնում է Հայաստանի հետ, կարող է լինի Հայաստանի դաշնակից։ Հիմա ում է համընկնում։ Պատմության մեջ, երբ որ մենք բևեռ ենք ընտրել, միշտ ունեցել ենք մեծ խնդիրներ։
Հիմա ում հետ է համակրում, հիմա ոչ մեկի հետ չի համակրում, քանի որ Հայաստանը իր շահերը ոչ մի անգամ չի ներկայացրել։ Հայաստանի կառավարությունը ներկայացնում է բոլորի շահերը, Ադրբեջանի շահ, Թուրքիայի շահ, ռուսական շահ, բայց հայկական շահերը նույնիսկ չի բարձրաձայնվել։ Խոսում ենք արտաքինից, բայց կարևոր է նաև ներքին վերադասավորումները, ներքին խնդիրների լուծումները։ Պարոն Սարգսյան, նախ հասկանանք դուք որ հարթությունում եք պրոիշխանական ընդդիմադիր, որովհետև ընտրությունների ժամանակ շատ տեսակետներ կան, որ այն ուժերը, որոնք նոր են մասնակցում, քիչ քվեներ ունեն, փոշիացնում են ձայները եւ աշխատում են իշխանության օգտին։ Հիմա դուք ում օգտին եք աշխատում։ Ես կասեի, որ Հայաստանում ընդդիմություն բառը դարձել է հայհոյանք, ժողովրդի լեզվով եւ ժողովուրդը նոր տերմին առաջ բերել երրորդ ուժ կամ այլընտրանքային ուժ։ Մենք հենց այդ այլընտրանքային ուժն ենք, որից վախենում է թե ճակերտավոր ընդդիմությունը, թե իշխանությունը եւ Ալիևի ժարգոնով էլ մենք ռևանշիստներն ենք, բայց մենք ռևանշիստ չենք, ռևանշը լավ բառ է։ Մենք պետականապետ մտածող ուժ ենք, որը որ չի թողելու, որ այս երեք ուժը եւ իշխանությունը ժողովրդի արունը թափի, այսինքն այսօր Հայաստանում կատարվում է իհարկե շատ ցավալի իրադարձություն է, սա ընդհանրապես Հայաստանի ընտրությունների հետ գործ չունի, այսինքն մենք այսօր դառել ենք աշխարհաքաղաքական ուժերի թատերաբեմը, ընդդիմությունը այդ երեք ուժը իբր Ռուսաստանը, իշխանությունը իբր Արևմուտքը եւ Հայաստանի շահերը ընդհանրապես անտեսվում է եւ երկրի ներսում ստեղծում է լարվածություն եւ պառակտում, այսինքն դու ռուսամետ ես, դու արևմտամետ ես, բայց հայամետ ուժ չկա։ Եվ եթե այսպես շարունակվի, իհարկե լավ կլիներ, որ ընտրությունները հետաձգվեն մինչև առողջ միջավայր ստեղծվեր, բայց եթե այսպես շարունակվի, այս երկու կողմերն էլ արուն են թափելու, ժողովրդի արունը։ Մի կողմը դուրս է եկել իր ունեցվածքն է պաշտպանում, մի կողմն էլ դուրս է եկել, ասում է, խլելու եմ։ Այսինքն հայկական հարց, Հայաստանի հարց ընդհանրապես չի լսվում։ Ինչ վերաբերում է փոքր ուժերին, ես կասեմ, որ երբեք պատմության մեջ չի կարելի գնահատել փոքրամասնությանը, ով էին առաջի քրիստոնյաները, 12 հոգի, 70 հոգի, ով էր նրանց դեմ հռոմեական կայսրությունը, Պոնտի Պիլատը, որ այսօր այդ կայսրությունը եւ մի հատ էլ վատ դեպք բերենք, բոլշևիկները կուսակցության ԿՊՍՍ-ի, համագումարում փոքրամասնություն էին, բայց ինչ եղավ 70 տարի այդ երկրների հետ, այսինքն փոքրամասնություններին երբեք պետք չի անտեսել։ Բայց նաև փաստերի հետ պետք է հաշվի նստենք հիմա, օրինակ ընտրություններից հետո ենթադրենք, այնպես իրավիճակ լինի, դուք անցողիկ շեմ հաղթարեք եւ ձեր ձայնից կախված լինի, կամ իշխանափոխություն պիտի լինի, ընդդիմությանը միանակ, կամ միանակ իշխանությանը եւ իշխանությունը նորից մնա իր ստանձնած պարտականությունները կատարելու դիրքում։ Հիմա ում եք Ուրեմն իշխանությանը ոչ մի դեպքում չենք սատարի, ինչ վերաբերում է ընդդիմություն, մենք կտեսնենք, որ ուժն է անցնելու, եթե խոսքը գնում է այս երեք ուժի մասին, մենք նրանց ընդդիմություն չենք համարում, մենք նրանց համարում ենք համակարգի, փորձ համակարգը վերարտադրվի մի այլ դեմքով։ Այսինքն երեքից ոչ մեկին չեք սատարելու։ Այսինքն Ուժեղ Հայաստան, Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, մենք նրանց ընդդիմություն չենք տեսնում, իսկ ուժ, որը որ կտեսնենք, որ ընդդիմադիր է, մի խոսքով ընտրություններից հետո կտեսնենք, որ ուժն է իրան դրսևորում որպես ընդդիմադիր եւ միգուցե ինչ-որ մի ուժի հետ զուգահեռացած կհամագործակցենք։ Այսօրվա քաղաքական դաշտում մենք համարյա թե, հա, այդպիսի ուժ չենք տեսնում եւ եթե դասավորվի, որ մեր ցանկացած ուժը չանցնի, մենք թողենք, որպեսզի գնա երկրորդ փուլ, չենք միանա ոչ մեկին, եթե մեզանից կախված լինի։ Դուք երեքի մասին ասացիք, մնացած ուժերի ընդդիմադիրների ամեն դեպքում համախոհություն որ ուժի հետ ունեք։
Ես էլի եմ ասում, կտեսնենք, որ ուժը այնտեղ կան ուժեր, որ նոր են ձևավորվել, ոչ մենք գիտենք ինչպես են իրենց դրսևորելու, ոչ իրանք գիտեն, ոչ էլ ժողովուրդը գիտի։ Կա խայտարակ ձևավորված ուժեր 5000 դրամներով, ղազագրերով ուժեր կան, հա, որ առանց հասկանալու իրանց թիմակիցներից ղազագրեր են վերցրել, չհասկանալով, որ դա սահմանադրության դեմ է եւ Ում մասին է խոսքը։ Կա մի քանի ուժ կա, մի հատ ուժ չի, այսինքն դա ցույց է տալիս, որ 30 տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել, այն որ պատգամավորներից ինքնաբացարկ էին վերցնում եւ միայն ամսաթիվն էին ավելացնում, իջև հիմա նույնը մնացել է։ Դուք հավատում եք, որ Հայաստանում արդար ընտրություններ կիրականացվեն։ Իհարկե։ Մենք միակ քրիստոնեական պետությունն ենք պոստսովետական, որ 30 տարի կլանային ձևով են գնացել այդ թուրքական, հա։ Բոլոր ՍՍՄ-ի փլուզումից հետո բոլոր քրիստոնեական հանրապետությունները գնացել են ընտրությունների ճանապարհով եւ այսօր գտնվում են լավ վիճակում, համեմատաբար Հայաստանի։ Իսկ մենք այդ կլանային ձևը ոնց ներդրել են եւ 30 տարի նույն ձև շարունակվել։ Այո, ես հավատում եմ, որ այս ընտրությունները շատ կարևոր ընտրություններ են եւ մեր ժողովուրդը պետք է հրաժարվի այդ բոլշևիկյան խփել, սպանել, ջարդել այդ ձևերից եւ գնա իրենց ձայնը տա։ Այսինքն անկախ արդյունքներից դուք ճանաչելու եք դրանք։ Ով հաղթի, ով պարտվի, դուք կհամարելու եք, որ ընտրությունները կայացել են։ Չէ, ով հաղթի, ով Եթե արդար ընտրություններին հավատում եք, նշանակում է դա պետք է ընդունեք։ Դե պետք է տեսնել հիմա, ես ձեզ անկեղծ ասեմ, կան խոչընդոտներ, բայց հաղթահարվում են, հա։ Ու երբ որ լսում ես ինչա կատարվել նախորդ իշխանությունների ժամանակ, որ այդ խոչընդոտները նույնիսկ չէր կարող հաղթահարել, հիմա միջազգային կառույցների հետ մենք հանդիպեցինք, ունեինք խոչընդոտ եւ դիմելու էինք դատարան, քանի որ մեզ այսօրվա բանկերը ըստ այդմ տարածող լուրերի ընդդիմադիր ղեկավարների պատկանող բանկերը հաշիվ չէին բացում եւ մենք դիմում էինք դատարան, որպեսզի ընտրաշավը հետաձգվի։ Բայց կար մի բանկ, որը որ բացեց ՎՏԲ-ն, մենք չհասկացանք ինչու ՎՏԲ-ն եղավ, երևի դա էլ ինչ-որ մի հատ հնարք էր նախընտրական, որ հետո ասոցիացնեն մեզ ռուսական ուժի հետ, բայց եղավ այն ինչ որ եղավ։ Ես կասեմ, որ ըստ ժողովրդի պատմելու հիմա պայմանները ավելի լավն են, քան անցած իշխանությունների ժամանակ եւ կլինի կեղծիքներ թե ինչ ցույց կտա, բայց ես հավատում եմ, որ եթե ժողովուրդը ցույց տա ակտիվ մասնակցություն եւ ընտրի ճիշտ ուժի, շատ դժվար է լինելու կեղծել։ Լավ 50,000 կեղծեն, բայց հիմա մենք խոսում ենք եւ իշխանությունը դա շատ լավ գիտի, որ այն շեմը չանցածների այդ 700,000-ից ինքը կեսը հազիվ է տանելու։ Եվ այդ 400,000 կեղծելը համարյա անհնարին է լինելու։ Դրա համար նրանք սկսեցին այդ կեղծ ֆալստարտը, հա, կեղծ մեկնարկը, նրանք սկսեցին քարոզարշավը, որպեսզի ժողովրդին հիասթափեցնեն եւ մասնակցությունը լինի մաքսիմալ քիչ, որպեսզի այդ մոտավոր 400,000-ով նրանք լինեն սահմանադրական մեծամասնություն եւ նրան հարող նույն ընդդիմադիրները այդ կեղծ մեկնարկով, ֆալստարտով մի նպատակ են հետապնդում ժողովրդին հիասթափեցնել։ Դուք էլ ընդհանրապես ստարտ չեք տվել, այսպես ասեմ, քարոզարշավը գնում է, բայց մենք չենք տեսնում ձեզ քարոզարշավ իրականացնելուց ինչու։ Դե քանի որ մենք հետ էինք ընկել բանկային հաշիվը, հիմնադրային հաշիվը բացվեց վերջին օրը, մենք մի 2 օր հետ ընկած ենք, 3 մենք կայացրեցինք նիստ, որոշումներ կայացրեցինք, կհայտարարենք երևի վաղը քարոզարշավի սկիզբը եւ որտեղից ենք սկսելու։ Ինչպես է լինելու, ձևաչափ ընտրել եք փողոցներում մարդկանց հետ հանդիպումներ, դահլիճային, ինչպես։ Ոչ ստանդարտ մեթոդներ, կլինեն իհարկե դահլիճներ, չենք ասի,
որն է, բայց ոչ ստանդարտ մեթոդներ էս ժողովուրդը հոգնել այս գնչուական ձևերից, շտաբներ բացել, որ փող բաժանվի ռուպերներով մարդկանց շաբաթ-կիրակի օրը քնից հանել, որ հայհոյեն մարդիկ, հասկանում եք, լինելու են ոչ ստանդարտ մեթոդներ։ Դե դուք հանրային չեք այդքան, որքան մյուսները, որ հայաստանյան կուսակցություններ են եւ երկար տարիների արդեն կուսակցություն են, դուք նոր եք։ Դուք հենց այդ ճանաչելիության խնդիր չունեք, ինչպես եք փորձելու մարդկանց ձեզ ձեր անելիքները, ձեր զարգացման ծրագրերը ներկայացնել, ոչ ստանդարտ ձեր ասածերով։ Դե ես ասեմ, որ կա մի հատ լավ բառ, անգլերեն yet, հայերեն դեռ։ Դեռ հանրային չենք, բայց ես կասեի, որ այդ փոքր կուսակցություններից եթե հաշվենք, մենք 2 ամսում ցուցաբերել ենք շատ մեծ ճանաչելիության աճ, համեմատած մյուս փոքր կուսակցությունները, եւ դա շարունակվելու է ու կտեսնենք։ Լինելու են իհարկե հայցեր են լինելու շրջաններ, լինելու են, բայց ուզում եմ ասեմ, այն գնչուական մեթոդներից ենք հրաժարվում, որ Գնչուականը ո՞րն է, մարդկանց հետ շփում, քայլել փողոցներ, ո՞րն է։ Չէ, իհարկե մարդկանց հետ շփում լինելու է, բայց անպայման չի ռուպերը վերցնել եւ փողոցով քայլել եւ փորձել ինչ-որ մանավանդ շաբաթ-կիրակի օրով մարդկանց քնից զարթնացնել։ Դե քարոզարշավել։ Դե քարոզարշավը։ Ուղղակի բան չի փոխվում, հասկանում եք, այս երկրում լճացումը բոլոր թե իշխանության կողմից թե այդ նույն մեթոդները, նույն ձևերը բան չի փոխվել։ Ու այդ ուժերն էլ ինչ-որ գալու են, առաջարկ չունեն, ոչ մի առաջարկ չունեն։ Մեր առաջարկները համարյա բոլորը know-how են, որը որ Մի քանիսը կասեք օրինակ։ Մի քանիսը օրինակ մենք 44 օրից առաջ եկի ասել ենք թույլ տվեք բերենք պրոֆեսիոնալ զինվորականներ, քանի որ օրը 100 հոգուց ավել զոհ ենք տալիս։ Որտեղից բերենք։ Մենք Աֆրիկա, Շրի Լանկա, Ֆիլիպին, տարբեր երկրներից։ Իհարկե մերժվեց, օրենք ընդունվեց, որ քրեորեն պատժելի է։ Այսինքն վարձու զինվորներ կարելի է։ Վարձու բանակներ։ Ամբողջ աշխարհն է դա օգտագործում։ Ամբողջ աշխարհում դա օգտագործում է։ Մենք ինչի պետք է մարդկային ռեսուրսի sense պակասով զոհեր տայինք։ Եկել եք Հայաստանի իշխանության առաջարկել եք, մերժում եք ստացել։ Այո, ոչ թե մերժում ենք ստացել, 3 օր հետո օրենք է ընդունվել ազգային ժողովում, որ քրեորեն պատժելի է դա։ Պարոն Սարգսյան, ձեր կապը Հայաստանի հետ ինչպես է։ Դուք երկար ժամանակ դրսում եք եղել, գնացել եկել եք, ինչպես է եղել։ Ես չեմ գնացել եկել, եղբայրներս մի եղբորը վաղուց ուղարկել էինք Հայաստան եւ շարքայինից սկսած խնդրել էինք, որ նա լինելով Քենիայում կապիտանի պաշտոնի, իրան ուղարկել էինք Հայաստան, արդեն մտադրություն ունեինք հայկական քաղաքականությամբ զբաղվելով։ Որ թվականից որոշեցիք, այսինքն ինչը ստիպեց, որ Երևի 2006 թվականից արդեն զգում էինք, որ ժողովրդի կյանքը չի փոխվում, մենք այնտեղ պետություն ենք ստեղծում Քենիան, որը որ եթե Հյուսային Աֆրիկան հանենք, դա արաբական, արաբախոս երկրները եւ հանենք Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Քենիան ամենազարգացած պետությունն է այսօր Աֆրիկայում, դա մեր շնորհիվ է, դա մենք չենք ասում, ամբողջ համացանցն է ասում։ Եվ մենք այնտեղ կառուցում էինք երկիր, որ մարդկանց կյանքը փոխվում էր, աղքատության դեմ էինք պայքարում, իսկ մեր երկիրը, ասենք, ժողովրդի կյանքը ոչինչ չէր փոխում։ Կառավարվող աղքատություն, ճիշտ է, այն ժամանակ մենք չենք տեսնում երկիր կորցնելու վտանգ, բայց տեսնում էինք, որ այս փոքրականակ ազգը իրավունք չունի աղքատ լինելու։ Մենք չենք կարող վերացնել հարուստ աղքատ, բայց մենք կարող ենք աղքատին միջին դասի բերել։ Եվ որոշել էինք, որ պետք է օգնել այս երկրին զարգացնել
Բայց ինչ որ քրեական գործի հետ կապված խնդիրներ ունեիք, հա, այնտեղ Հիմա այնտեղ չէ։ Գալուց այստեղ, բայց այնտեղ հետ կապ չկար այդ գործը, այնտեղ հետ կապ չուներ որևէ ձև, որտեվ այդպիսի կապ ուներ 2004 թվականի օպոզիցիայի ղեկավարի թերթի հոդվածին, հա, ասենք մի թերթ, որ մենք փակել էինք երկար ժամանակ, քանի որ տրայբալ ատելություն էր քարոզում եւ այդ թերթը պատկանում էր Մեծ Բրիտանիայի East African ստանդարտներ, ինչքան էլ որ դա անգլիական, ասենք, ֆիլիալն էր, բայց միևնույնն է ղեկավարը Քենիայում նախկին նախագահն էր Արաբ Մոյը, որը որ միջազգային քրեական դատարանով ապացուցվել էր, որ նա Ռուանդայի ցեղասպանության հենց կազմակերպիչներից մեկն էր եւ նույն բանը նա փորձում էր Քենիայում անել այդ թերթը ռեյդ է եղել, փակվել է, հոդվածները գտնվել է եւ հետո իհարկե այդ նույն թերթում երբ որ վերաբացվեց օպոզիցիայի ղեկավարը հոդվածներ տպում, սովորական այնտեղ խոսքի ազատություն կա եւ մեղադրում է ձեզ։ Չէր մեղադրում, նա ուղղակի ինչ-որ բաներ ասում, որ նարկոտիկը փոխվել է, այլ չի վարվել, բայց այդ այրման process-ին ներկային 14 դեսպանատուն Անգլիայի, Ամերիկայի իրենց DA-ի ագենտներով եւ այդ օրը համացանցում այդ թոլովակները կա, երբ որ այդ օրը այդ օպոզիցիայի ղեկավարը եկավ եւ ասաց, որ կոկաինը չի այրվում, փոխել են երևի շատ քիչ քանակ էր այրում, կանգնացվեց այրումը, Ամերիկայի դեսպանատունը իրենց կատալիզատորները բերեցին եւ ամեն 1 կիլոն, ամեն 100 գրամ, ամեն 4 կիլոն կտրում էին, տեստ էին անում, նոր այրում էին եւ մենք ստացանք գովասանագրեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, մենք ստացանք գովասանագրեր ՄԱԿ-ի հանցագործությունների եւ թմրադեղիերի պայքարի այդ կառույցից եւ դեսպանատներից, որ այդ մեծ պարտիան մի տոննա 400 կիլոգրամը էլ Եվրոպա չգնաց, այլ կանխվեց։ Մի խոսքով այդ նույն մարդը, երբ որ գնաց այդ ակցիայից հետո թերթ, նրանք հրապարակեցին, ՄԱԿ-ը շատ կոշտ անդրադարձավ թերթի խմբագրության վերաբերյալ, նրանք ասացին, դա մենք չենք, դա մենք ուղղակի ուրիշի խոսքը լուսաբանել են։ Եվ մի քրեական գործ էլ Հայաստանում, հա, երբ որ միացակ Բաքրատ Սրբազանին, անմիջապես հաջորդ օրը, եթե չեմ սխալվում, ձեր հետ կապված, այո, ձեր հետ կապված Հայաստանում քրեական գործ է հարուցվեց։ Ինչ Բագրատին չմիացանք, ելի եմ ասում, ժողովրդին միացանք։ Ձերբակալվեցինք ստանդարտ մեղադրանքներով, զենքի ապօրինի զենքի զինամթերքի առևտուր, չկար զենք, զինամթերք չկար, 2-3 օր հետո 72 ժամ ԶԲՊ-ում պահվելուց հետո եղբորս ազատ արձակեցին, նրա մոտ տոմս գտան, որ նա ճամփորդելու էր, ինձ զրույց փորձեցին տանել, նույնիսկ հրավիրել էին մի շատ մոտիկ անձնավորության, իմ կուրսեցու, որ ցույց տուր քաղաքական չեզոքություն, եթե չես ուզում իշխանությունների կողմից լինես, քաղաքական չեզոքություն ցուցաբերիր եւ կթողենք, իհարկե մերժվեց բոլոր առաջարկները, ասացին դե մենք ուրեմն գործ ենք բացելու, կալանքի ենք տանելու, ասացի ինչ ուզում եք արեք եւ չգտնելով ոչինչ, նրանք երկու մեղադրանք ներկայացրեցին, մեկը ապօրինի երկիր մուտք գործել, բացատրում են նրանով, որ սեկտ համակարգում անունս չկա, բայց անձնագրեր եմ ստացել, երկրորդը փողերի լվացում, հիմա սեկտ համակարգը, ասացի ժողովուրդ ջան, անձնագրերս դեսպանատներից եմ ստացել, առաջի ձևը բերեք, կերևա, մեծ մասը կամ Դուբայի դեսպանատան կամ Քուվեյթի։ Իհարկե առաջի ձևը չներկայացրեցին, ընտանիքս գնաց, հավաքեց անձնագրերս, կեսը Քուվեյթին, կեսը Դուբային, կեսը Քենիային, բերեցին, ներկայացրեցինք դատավորին, անձնագրերի մեջ դեսպանատան կնիքները կա, որ դեսպանատնից եմ ստացել, այդ մի մեղադրանքը կարծես թե
դուրս եկավ երկրորդ մեղադրանքը հենց թերթի հոդվածի 2004-ի։ Այսինքն նույն հոդվածում նաև Հայաստանում է քրեական գործ հարուցվել։ Ինչ ներկայացրեցիք, որ Քենիայում եղել էր այդ թերթի։ Դե Քենիայում թերթի հոդված էր, իսկ Հայաստանում քրեական գործ է հարուցվել, որ ինչ ունեցվածք ունեն, ասենք նրանց մոտ մեր հեռախոսներն, հաշիվները, քաղվածները, նրանք ասում են, այն ինչ ունեցվածք ունեն, այս մարդիկ, դա այն կոկաինի փողերն է, վերցրել են եւ սարքել են, ասենք։ Հիմա կներեք, ձեր ունեցվածքը այնտեղ է, թե այստեղ է։ Մեր ունեցվածքը տարբեր երկրներում է։ Այստեղ համարյա բան չունենք, ունենք ձկնաբուծարան, կալանքից հետո փակել ենք այդ ձկնաբուծարանը, քանի որ չենք հասցնում։ Ես կալանքի տակ էի, զբաղվող չկար։ Եղբայրս ճամփորդում էր եւ իսկ ձուկը դա կենթանի է, որ պետք է հետևել։ Պարոն Սարգսյան, հնարավոր է, որ այս քրեական գործերը, այս իշխանության հետ կապված խնդիրներն են ձեզ ստիպել քաղաքականություն մտնել։ Ոչ։ Որ նշեցիք, իրենք ասել են իշխանության չեզոք լինել։ Հնարավոր է այդ տարբերակը մեր դեպքում աշխատել է։ Չէ, այդ տարբերակը ավելի վատ է դառնում, այսինքն եթե ես մտել եմ քրեական գործի համար, դա ավելի ուժեղացնելու է այս քրեական գործերը, էլի ոչ թե թեթևացնելու է, քանի որ նրանք հասկացան, իշխանությունը 3 տարբերակով է գործում՝ վախը չանցավ, կաշառք, կաշառեն, չեն կարա կաշառեն, այդքան չունեն, եւ գիտեն, որ չենք է վերցնի, եւ երրորդը գաղափարախոսություն փոխել, չի ստացվում ներդնել, ինչ-որ ազդեցիկ մարդիկ, հիմա իրանք երրորդ ստադիայի մեջ են, մեր մեջ կան ներդրվածներ, իհարկե, որ փորձելու են, փորձում են ինչ-որ գաղափարախոսություն փոխել կամ ուրիշ բան առաջ տանել, իսկ եթե քրեական գործից ենք խոսում, ոչ իհարկե դա չի ստիպել, մենք միացել ենք ժողովրդի շարժմանը միջև քրեական գործ բացվելը։ Չէ, ես նկատնում եմ այս փուլում, որ մտել եք ընտրությունների մեջ։ Սրա հետ եմ ես։ Հնարավոր է դա է ստիպել։ Լոգիկան ո՞րն է այդ քրեական գործի բացելը։ Իշխանությունը կարող է ձեզ ասի դուք մտեք, օրինակ ձայներ փոշիացրեք, մենք էլ ձեր քրեական գործը ընդրիվ կփակենք։ Պարզ սխեմա։ Այդտենց առաջարկ չեմ ստացել, ես գիտեմ, որ իշխանությունը լավ գիտի, որ մենք շեմը հաղթահարելու ենք։ Ես ձայն փոշիացնելն էլ չեմ հասկանում, հասկանում եք այդ ժողովրդի մոտ, որ ստեղծված է ինչ-որ ձայն փոշիացնելը, կան կուսակցություններ, որ մասնակցում են ճանաչելիության համար, մենք դրա մեջ չենք մտնում, հա, կան կուսակցություններ, որ Կներեք, ձեր խոսքից իմ մոտ տպավորություն է, պարոն Սարգսյան, որ ձեզ համար լավ է, որ ընտրվեք, անցողիկ շեմը հատեք, չընտրվեք, ոչինչ խնդիր չկա։ Այսինքն տպավորությունը, որ հենց այնպես եք, հա, ընտրությունների մասնակցում։ Չէ, հենց այնպես չենք մասնակցում, մենք հենց այն ուժն ենք, այլ ընտրանքն ենք, որ ժողովուրդը տեսնում է ու տեսնելու է եւ հենց այն ուժն ենք, որ ելի եմ ասում, չի թողելու, որ արյուն թափվի, քանի որ այս բևեռացումը արյան Դուք կարծում եք, որ այդ բախումը մեծ կլինի, այո, ընդդիմության իշխանության։ Ես այդպես եմ տեսնում։ Եվ տա Աստված, որ այդպես չլինի, բայց ելի եմ ասում, ստեղ կա մի հանգամանք, որ մի կողմը դուրս է եկել սեփականություն պաշտպանի, ու այդ սեփականությունն էլ, ասենք, իրանց հոր տնից բերած չի, հա, ժողովուրդը լավ գիտի ոնց է այդ սեփականությունները ստեղծվել, ում հաշվին է ստեղծվել։ Դուք ինչպես եք երկու կողմերին հաշտեցնելու, լավ։ Մենք չենք հաշտեցնելու, մենք ուղղակի հաղթելու ենք։ Ձեր հաղթանակով չեք թույլ տա, որ արյուն թափվի, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։